Այս ազգին այս հիվանդությունն է բնորոշ։ Պետք է հրաժարվել կտրականապես ծխելուց։ Զարկերակային ճնշման բարձրացումները որպես ռիսկի գործոն, արդեն որպես արատավոր օղակ, սկսում են միացնել սրտի իշեմիկ հիվանդության խորացման process-ները։ Թրոմբոցիտների կուտակումն էլ արդեն ինքնին բերում է թրոմբի առաջացման, որը հենց խցանում է զարկերակը։ Ոսկե ստանդարտ հետազոտությունը, որը հաստատում է կամ բացառում է սիրտը սնող զարկերակներում առկա խնդիրը, դա կորոնարոգրաֆիան է։ Ողջույն Արմլյուրի հարգելի հետևորդներ, այսօր Best Life բժշկական կենտրոնում զրուցելու ենք ինվազիվ սրտաբան Խաչիկ Համբարձումյանի հետ։ Պարոն Համբարձումյան, շնորհակալ ենք մեզ ձեր աշխատասենյակում հյուրընկալելու համար։ Ուզում եմ այսօր միասին խոսենք սրտանոթային խնդիրների մասին, այսպես ամբողջական վերցված։ Նախ սկսենք նրանից, որ ամբողջ աշխարհում եւ Հայաստանում ըստ վիճակագրական տվյալների մահացության ամենազգալի թիվը գոյանում է սրտանոթային հիվանդություններից առաջին տեղում է կարծես թե միշտ եղել եւ շարունակում մնալ։ Հայաստանում եւս նման տվյալներ կան, օրինակ վերջին 9 ամիսներին 18900 մահացություններից 10000-ը գրեթե սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներից են եղել։ Կարող եք ասել սրա պատճառները որոնք են, ինչպես կարելի է լուծել այս խնդիրը, որ մի փոքր սանդղակը իջեցնենք։ Այո, եւ ճիշտ նշեցիք, ամբողջ աշխարհում է դա կարծես ինչ-որ աղետի վերածվել, որովհետեւ չնայած բժշկության նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, այնուամենայնիվ շարունակում է համարում եք մահվան պատճառ լինել սիրտանոթային հիվանդությունը։ Ինչի համար, որովհետեւ ընդհանրապես ինֆարկտները դրանք հետևանք են հիմնականում աթերոսկլերոտիկ հիվանդության։ Երբ որ խոլեստերինի փոխանակության խանգարման հետևանքով աթերոսկլերոտիկ վահանիկներ են առաջանում տարբեր անոթային համակարգում, գլխուղեղում, սիրտը սնող զարկերակներում, ստորին վերջույթներում, երիկամներում եւ այլն, զարկերակային ցանցի մասին է խոսքը։ Հետևաբար որպես պատճառ մենք շատ հաճախ բուժառուներին ենք ասում, եթե հնարավորություն լինի այդ փոխանակության խանգարման բուժումը գտնել, մարդիկ շատ երկար կապրեն։ Առայժմ չկա մի միջոց, որպեսզի կանխվի այդ փոխանակության խանգարումը, դրա հետևանքով աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացումը, անոթների լուսանցքի ներսում եւ իհարկե թրոմբոզները, երբ որ լուսանցքը նեղանում է, հասնում է մի աստիճանի, երբ որ մի փոքրիկ թրոմբ եւ արդեն անոթի հոսքը լրիվ ընդհատվում է, որն էլ հենց կոչվում է ինֆարկտ։ Բայց կան վաղ փուլերում ախտորոշման հնարավորություններ, այստեղ հիմնական դերը, որը հնարավոր է լուծել, պետք է զբաղվել դրա լուծումով, պետք չի ասել անհնար է փոխանակության խանգարումը լուծել եւ դրանով ավարտվի։ Ինչա պետք անել։ Նախ գոյություն են մշակված մի շարք ռիսկի գործոններ, որոնք ազդում են այդ փոխանակության գոնե տեմպերի վրա։ Գործոնները երկու խմբի են պայմանականորեն բաժանվում՝ փոփոխվող եւ չփոփոխվող։ Չփոփոխվող ռիսկի գործոններից առանձնացնում ենք մենք սեռը, որովհետև մինչև գոնե 60 տարեկանը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, եւ գենետիկան։ Ես չեմ պնդում, որ միայն գենետիկ հիվանդությունը, սրտի իշեմիկ հիվանդությունը, բայց դա շատ մեծ դեր ունի։ Ուշադրության դա արժանայի հետեւյալ փաստը առկա է պապու մոտ սրտի խնդիր, տղայի մոտ եւ թոռան մոտ խնդիր։ Մենք տեսնում ենք, որ դա ինչպես տարածվում է եւ դուք էլ նկատած կլինեք կամ մեր հեռուստադիտողներն էլ, որ շրջապատում կան, որ ասում են այս ազգին այս հիվանդությունն է բնորոշ։ Եվ համար մեկը ուռուցքներ եւ սիրտանոթային հիվանդություն դա է։ Բայց որոնք են փոփոխվող գործոններ, այսինքն որն է բուժառուի մարդու անհատի դերը հիվանդությունը կանխելու մեջ, համար առաջինը չծխելն է։ Պետք է հրաժարվել կտրականապես ծխելուց։ Երկրորդը ճարպակալումը, մարմնի ավելորդ քաշը։ Ես չեմ ուզում խորանալ պաթոֆիզիոլոգիական մեխանիզմների մեջ, որտեղ դա ավելորդ ծանրավեռնվածություն է մեր հեռուստադիտող կունկնդիրներ լսողներին, բայց պետք է ասել, որ իսկ ինչն է բերում դրան։ Բերում է նստակյաց կյանքը, հետեւաբար պետք է փոխել ապրելակերպը, պետք է լինել առավել ակտիվ եւ շարժունակ։ Անառողջ ծնունդը մարդիկ նախընտրում են ուտել այդ յուղոտ, ճարպոտ եւ իսկապես չարիք դարձած այդ fast food ասվածը, որ հատկապես երիտասարդների մոտ է նկատվել եւ ինչքան ես
հիշում եմ երևի հատկապես վերջի 10 տարում ավելի մեծ թափ չէ մեր քաղաքում երկրում տեմպեր ստացան եւ մենք արդեն նկատում ենք դրա հետևանք, որտեվ սիրտանոթային հիվանդացությունը սկսում է երիտասարդանալ։ Եթե մենք մի ժամանակ խոսում ենք միջին տարիքը 50-55 եւ բարձր, հիմա խոսում ենք 40-42 տարեկան։ Եվ ակնհայտ է դա։ Իհարկե, սարքերակային ճնշում եւ շաքարային դիաբետ, ուղեկցող հիվանդություններ, դրանք բոլորը շտկելի ռիսկի գործոններ են, որոնց դեմ պայքարելով մենք գոնե ուշացնում, հետաձգում ենք աղետը կամ պատահարը, որ պետքա լինի։ Այլ խոսքով, թող ինֆարկտը չդիտվի 70 տարեկանում, եթե դիտվում է, գոնե թող դիտվի 90 տարեկանում։ Իհարկե տարբերությունը ակնհայտ է։ Արձանագրենք, որ մարդու առողջությունը ամեն դեպքում իր ձեռքում է, ու եթե փորձում է խուսափել, պետքա քայլերը ձեռնարկի ձեր ասած ձևով։ Միանշանակ եւ նորից եմ կրկնում, մենք նաեւ տեսնում ենք տեմպերը, մասնավորապես ունենք բուժառու, ով դիմել է մեզ, ենթադրենք 5 տարի առաջ, կատարել ենք կորոնարոգրաֆիա, սա քիչ անց կխոսեմ դրա մասին, եւ հայտնաբերել ենք պայմանական 1 անոթի վրա 80% նեղացում եւ 2 տեղ 60-65% նեղացում։ Կրիտիկ նեղացումը ստենտավորվել է, 4 տարի հետո կատարվել է ռեկորոնարոգրաֆիա, այսինքն նորից զոնդավորում, այսպես ասած, որպեսզի գնահատվի վիճակը։ Մենք ինչ ենք տեսնում, այն բուժառուները, որոնք լրջորեն են մոտենում իրենց ուղղված մարտահրավերին, հետևողական են բժշկի խորհուրդներին, պարբերաբար այցելում են, ընդունում են կանոնավոր դեղորայք, փոխում են ապրելակերպը, մենք տեսնում ենք, որ 4 տարի հետո այդ 60%-ն ու 60%-ն էլ մնում է։ Այսինքն այնուամենայնիվ հնարավոր է գոնե ստաբիլիզացնել, իսկ բուժառուներ, որոնք կարծես մտածում են ստենտավորվեցին, ամեն ինչ նորմալ է, շարունակում են ծխել, ալկոհոլը չարաշահել, ուտել անառողջություն, մենք տեսնում ենք, որ մի տարի հետո կամ նույնիսկ ավելի կարճ ժամանակում ինչ է տեղի ունենում, 60% արդեն դառնում է կրիտիկ 90% կամ արդեն գալիս են ինֆարկտով։ Հետևաբար իսկապես անհատի ձեռքում շատ մեծ բանալի կա։ Պարոն Համբարձումյան, նաև մենք մեր ազգում, այսպես ասած, սովորություն կա, հենց որ իրենց վատ են զգում, ասում են, ահա եղանակային փոփոխություններ է։ Հիմա հասկանանք ու հանրությանը բացատրենք, թե ինչից ելնելով է, որ եղանակային փոփոխության հետ սրվում են սրտանոթային համակարգի խնդիրները, ու դրա դեպքում ինչ պետք է անել, ինչպես դրանք վաղ կանխատեսել, ինչպես վաղ հայտնաբերել։ Նախ ֆիքսենք ժամանակահատվածը, սիրտանոթային հիվանդացությունը սրվում է աշնանը եւ գարնանը։ Համեմատաբար ստաբիլություն դիտվում է խոր աշունից դեպի վաղ գարնան փուլ, մոտ 3-4 ամիս, իսկ ավելի էական ստաբիլություն մենք նկատում ենք մոտավորապես ապրիլի վերջից մինչև սեպտեմբերի կեսեր, ամռան այդ ընթացքում ամբողջ։ Ինչով է սրվում։ Ախտաբանական գործոնների մեխանիզմների մի շղթա է միանում, որ հակվածություն ունեցող անհատների մոտ, օրինակ, եթե բուժառուի մոտ առկա է ամռան ամիսներին ճնշման բարձրացում առավելագույնը 150 մմ սնդիկիսյուն, ապա աշնանը տեղի ունենում վազոկոնստրիկցիա, անոթների սպազմ, նյութափոխանակության անցում դեպի այլ, այսպես ասած, ռեժիմով եւ այդ մետաբոլիկ փոփոխությունները գումարվելով բերում են զարկերակային ճնշման ել ավելի բարձրացումների։ Զարկերակային ճնշման բարձրացումները որպես ռիսկի գործոն, արդեն որպես արատավոր օղակ, սկսում են միացնել սրտի իշեմիկ հիվանդության խորացման process-ները, եւ դա իր հերթին կրկին նպաստում է անոթների շերտի փոփոխությունների պնդացմանը, որ ել ավելի ճնշման բարձրացմանն է բերում։ Այսինքն բուժառուն հայտնվում է մի արատավոր օղակի մեջ, ես դա միշտ ասում եմ, որ մի պատճառ խորացնում է հաջորդը, իսկ սա վատանալով նախորդին է սկսում պոտենցիալ եւ ընկնում է այդ շղթայի մեջ։ Այս փուլում շատ կարևոր է մարդիկ, որոնք ունեցել են նախկինում խնդիրներ, պարտադիր գոնե այդ փուլերում դիմել սրտաբանին, որպեսզի կատարվի դեղորայքային բուժման վերարժևորում։ Մասնավորապես ամռանը նշանակված ճնշման դեղորայքը այլևս իզորու չի օպտիմալ թվերի ապահովել տվյալ բուժառուի համար եւ կարիք կա դեղորայքի դոզա բարձրացնել կամ երկրորդ խմբի դեղորայք միացնել բուժման սխեմային եւ այլն։ Իսկ որոնք են նախանշանները, շատ եմ ասել եւ հիմա ուզում եմ կրկնել, որ ամենատիպիկ զգացողությունը ֆիզիկական լարման ժամանակ հետ կրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավն է, որը կարող է ճառագայթել դեպի ստորին ծնոտ, դեպի ձախ ձեռք եւ մատերի թմրացություն եւ այլն։ Իհարկե կան դեպքեր, երբ որ գանգատը դրսևորվում է ստամոքսի շրջանի ցավով եւ մեր համակարգացիները հաճախ ասում են, դե
մենք մեր ձևով փորձում ենք ինչ-որ բուժում գտնել, այս դեղորայքը խմիմ, հարևանն է խորտ տալ եւ այլ, բայց մարդիկ արդեն գալիս են, ինչ են անում հիվանդանոց բժշկի մոտ, արդեն ուշացված։ Եվ պատկերացրեք 1 օր առաջ կատարվող նույն գործողությունը էապես ավելի քիչ ռիսկեր կարող էր պարունակել եւ էապես ավելի օգուտ բերել բուժառույն, քան ասենք ինֆարկտի փուլում նույն ստենտավորման գործողությունը։ Հետեւաբար այդ գանգատի դեպքում պետք է անմիջապես պլանավորել եւ դիմել սրտաբանի օգնությանը։ Պարոն Համբարձումյան, բացի եղանակային փոփոխություններից, մենք նաեւ սովորություն ունենք ասելու, ահա սրտին շատ մոտ ընդունեց, երևի դրանից լավ չի զգում իրեն։ Ես ձեզ մի քիչ մեր հասարակության մեջ արկա ձևով եմ այդ հարցը տալիս, որպեսզի մեր լսարանն էլ հա, այդպես անհանգստության ինչ որ դրսևորում եղավ։ Հիմա եկեք հասկանանք, թե ոնց որ եղանակային մասը հասկացանք ոնց է ազդում իր հետևանքները որն են, իսկ ստրեսը ոնց է ազդում ու այդ դեպքում արդյոք ախտանիշները նույնն են։ Գիտեք, ստրեսները հաճախ դրսևորվում են ինչով դրսևորվում են սիմպաթոադրենալ համակարգի ակտիվացումով եւ նյութեր են արտադրվում եւ մտնում են արյանուն, որոնք բերում են օրինակ սրտի արագ կտրուկ աշխատանքի։ Ինչ կարող է լինել։ Նախկինում ուրեմն եղած աթերոսկլերոտիկ վահանիկը սրտի աշխատանքի կտրուկ արագացման հետևանքով, արյան հոսքի արագացման հետևանքով, որոնք ստրեսների հետևանք են, կարող է տեղի ունենալ այդ աթերոսկլերոտիկ վահանիկի թաղանթի վնասում, այդ արագացված հոսքից կամ սպազմից գումարված։ Եվ այդ վնասումն էլ բերում է, քանի որ այդ մակերևույթը շփվում է արյան ձևավոր տարրերի բջիջների հետ, բերում է տրոմբոցիտների, որը արյան էլեմենտներից մեկն է, կուտակման եւ տրոմբոցիտների կուտակումն էլ արդեն ինքնին բերում է թրոմբի առաջացման, որը հենց խցանում է զարկերակը։ Իսկ ինչ վերաբերում է սրտի արագ աշխատանքին, դա նաեւ իր հերթին բերում է պահանջը թթվածնի մատակարարման։ Հետեւաբար, եթե կա պրոբլեմ զարկերակային հունում եւ սիրտը սկսում է այդ պրոբլեմով ավելի արագ աշխատել, դա բերում է էլ ավելի թթվածնաքաղցի, որը խորացնում է արկա գանգատը։ Իսկ ստրեսը դա դարի աղետն է եւ ցավոք սրտի բնակության 90% եւ ավելի հավանաբար զերծ չէ ստրեսներից, հետեւաբար մի փոքր էլ պետք է ավելի այդ որպես հոգեբանական կողմ խորհուրդ տալ, որ պետք է փորձել զերծ մնալ, իսկ ինչպես եթե դա լինի ձեր հաջորդ հարցը կփորձեմ պատասխանել այդ։ Չէ, պարոն Համբարձումյան, դուք խոսեցիք բուժման եւ հետազոտության եղանակներից, կներեք հետազոտության անվանումը կդժվարանամ կրկնել, կասեք ինչ հետազոտություններ են անհրաժեշտ նախ սրտանոթային խնդիրների վաղ հայտնաբերման, հետո դրանց լուծման վերաբերյալ։ Ընդհանրապես ռիսկի ստրատիֆիկացիա կատարելու համար գոնե այդ հիմնական մի քանի հետազոտություններ է, էլեկտրոսրտագրություն, որը ինֆորմացիա է տալիս ինչպես սրտի հաղորդչական համակարգի վիճակի մասին, մասնավորապես արիթմիայի առկայություն կամ բացակայություն, այնպես էլ սրտի սնուցման վիճակի մասին, ոչ ուղղակի, դա անուղղակի մեթոդ է, որը բժշկին հուշում է որևէ պատճառ փնտրելու գործում։ Հաջորդը դա էխոսրտագրությունն է, երբ որ սրտամկանը գնահատվում է վիզուալ, այսինքն մենք տեսնում ենք էխոյով սրտի պատերը, հաստությունը, փականների աշխատանքը, սրտամկանի կծկողականությունը եւ այլն։ Օրինակ, եթե մենք տեսնում ենք էլեկտրոսրտագրությամբ որոշակի սնուցման խանգարում համապատասխան սրտամկանի կողմնային պատին ձախ փորոքի, երբ որ կատարում ենք էխոսրտագրություն եւ տեսնում ենք էլի էխոսրտագրությամբ արդեն վիզուալ վատ կծկվող հատված, հետեւաբար սա արդեն հուշում է, որ հավանականությունը շատ մեծ է, որ տվյալ մկան գնացող անոթի հետ կապված որևէ խնդիր կա։ Հիմնական հետազոտություններից պետք է կատարել խոլեստերինի եւ իր ֆրակցիաների որոշում։ Հիմա աշխարհը բժշկությունը շեշտադրում է կատարում ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակի շտկմանը, ոչ միայն ընդհանուր խոլեստերոլի եւ մի քանի բիոքիմիական անալիզներ, իսկ իհարկե այդ ամեն ինչի վերջակետը դնում է իմ թվարկած բոլոր հասանելի եւ մատչելի հետազոտությունները, իրանք հուշում են կամ ստեղծում են հավանականության տպավորություն ունենալու խնդիր թե չունենալու, բայց ոսկե ստանդարտ հետազոտությունը, որը հաստատում է կամ բացառում է սիրտը սնող զարկերակներում առկա խնդիրը, դա կորոնարոգրաֆիան է, երբ որ ուղղակի միանգամից ռենտգեն
հսկողության պայմաններում կոնտրաստ նյութի ներարկումով հստակ ընդգծվում է անոթի լուսանցքը, կոնտուրները, արկա խնդիրները կամ դրանց բացակայությունը։ Դա մինչև այսօր մնում է ոսկե ստանդարտ։ Իհարկե գոյություն ունի ստրես, էխոսրտագրություն, գոյություն ունի սրտի պսակաձև կորոնար զարկերակների կատե հետազոտություն, բայց դրանք որևէ կերպ չեն կարող համարժեք, այսպես փոխարինել կորոնարոգրաֆիային, գոնե այս պայդրությամբ։ Պարոն Համբարձումյան, տեսեք, ասացիք, որ ինչպես պետք է խնայել ու խնամել սիրտը, այդպես թե սննդակարգով, թե ֆիզիկական ակտիվությամբ, նշեցիք նաև ինչ ծառայություններ կան, ինչ հնարավոր բուժման եւ հետազոտության եղանակներ կան։ Իսկ ժամանակային առումով, ինչ ժամանակահատվածը մեկ անգամ պետք է, օրինակ, մեկ կամ երկու անգամ պետք է քաղաքացին, օրինակ, անհատը գա սրտի հետազոտության կամ սրտանոթային համակարգի հետազոտության, օրինակ, եթե որևէ գանգատ չունի։ Գիտեք, դարձյալ տարանջատենք, քանի որ մենք խոսեցինք եղանակային սրացումների մասին, ապա նախկինում կյանքի որևէ этаպում սրտային խնդիր ունեցող ցանկացած անձ պետք է գոնե տարվա մեջ 2 անգամ անցնի սրտաբանի խորհրդատվություն եւ ըստ անհրաժեշտության այս կամ այն հետազոտությունը, դա ասացինք աշնանը եւ գարնանը։ Իսկ առհասարակ մարտով գանգատ չունի, դարձյալ մի փոքր պայմանական, օրինակ ծխող կամ գենետիկայում խնդիրներ ունեցող մարդը պետք է ավելի վաղ տարիքում սկսի ուշադրություն դարձնել։ Իսկ մարդով պրակտիկ առողջ է եւ ունի առողջ ապրելակերպ եւ այլն, տղամարդկանց իմ խորհուրդն է 45-ից, եթե չունեն որևէ ծանրացնող ռիսկի գործոն, 45 տարեկանից տարվա մեջ մեկ անգամ գոնե այցելել սրտաբանին, կանանց մոտ մի փոքր ավելի ուշ։ Հիմնականում դաշտանադադարից հետո, որովհետեւ կանանց մոտ էլ այդ հորմոնալ փոփոխություններն էլ սկսում են նպաստել այդ իմ վերենշած խոլեստերինի փոխանակության խանգարումների ավելի խորացմանը եւ ավելի ծանրացմանը։ Պարոն Համբարձումյան, նշեցիք նաև, որ ցավեր են լինում, որոնք ըստ պացիենտի թվում է թե ստամոքսից են, բայց դա իրականում սրտամկանի ցավ է։ Կարող եք ասել ցավի դեպքում ինչ անել, ինչպես է առաջանում, ինչպես տարբերակել։ Համար առաջինը Սկսենք տիպիկ դրսևորումից հետ կրծոսկրային այս հատվածում տեղակայվող սեղմող բնույթի ցավը, եթե տևում է 15 րոպե 20 րոպեից ավել, ուրեմն արդեն դա վկայում է ինֆարկտի սկսման մեկնարկի մասին։ Ինչ է պետք անել։ Համար առաջինը անապահ պետք է զանգել շտապօգնություն։ Երկրորդը, մարդիկ ունեն բնավորություն ոտքերը տաք ջուր դնել, կոնյակ խմել, չգիտեմ, աղ օգտագործել եւ այլն, ոչինչ պետք չի անել։ Պետք է հիվանդին տալ պարկած հանգիստ դիրք, անհրաժեշտության դեպքում կատարել ճնշման չափում որոշում, բարձրի դեպքում, ասենք 160, 170 եւ այլն, առաջի օգնության դեղորայք, որ ամեն մեկի տանն էլ կա, կարելի է տալ եւ սպասել շտապօգնության դեղամիջոցները։ Հիմնական դեղորայք հարակշնչում միջացնող կապտոպրիլ, նիֆիձիպին է դեղորայքներ, որոնք արագ իջացնում են, կամ նիտրոգլիցերին, ենթալեզվային օգտագործում, որոնք կան։ Ավել ոչինչ պետք չի անել, պետք է սպասել մինչև ժամանի պրոֆեսիոնալ թիմը։ Շտապօգնության բժիշկը բուժառուին պետք է կատարի առաջին նակի զննում եւ այլն եւ արագ տեղափոխի հիվանդանոց, որտեղ կատարվում է իմ նշած կորոնարոգրաֆիան եւ ըստ անհրաժեշտության նաեւ ստենտավորումը։ Ոսկե ժամանակ գոյություն ունի, երբ որ ցավի մեկնարկից հավանականությունը մեծ է, որ թույլ չենք տա սրտամկանի մեծ կորուստ լինի, դա գրականություն կա ասում է 90 րոպե, գրականություն մաքսիմում մինչև 120 րոպե։ Այդ ընթացքում պետք է փակ անոթը բացել։ Եթե նպատակ ենք դրել լիարժեք, ուրեմն վերականգնել սրտամկանի գծկողականությունը։ Հետևաբար գանգատի դեպքում անմիջապես այդ իմ վերենշած բաները պետք է դնել մի կողմ, շտապօգնություն եւ շտապօգնությունն էլ պետք է անապահ տեղափոխի հիվանդանոց, որտեղ կատարվում են իմ նշած գործողությունները։ Ամբողջ Եվրոպայում ինչու է մահացությունը այդքան նվազել եւ ինչու է մարդկանց երկարակեցությունը ավելի գնալով ավելացել, որտեղ նրանք պահում են այս հիմնական կրիտերիաները։ Անհապաղ ոչ թե տանել այս հիվանդանոց, դրանից հետո ժամանակ կորցնել այս մյուսին, կանչել այս մյուս շտապօգնության բրիգադի, այդ ձգձգումն է, որ բերում է, եթե անգամ բուժառուն ողջ է մնում, ապա նա հաշմանդամ է մնում։ Գոնե
այսինքն հնարավորություն չի լինում առավել օգուտ տալ այդ մարդուն։ Իսկ մեր նպատակը պետք է դա արագ կազմակերպել։ Շատ արագ րոպեների մեջ պետք է կողմնորոշվել եւ արագ ավելի լավ է թող շտապօգնությունը ժամանի եւ իրենք շղթեն սրտամկանի խնդիրը, բայց ոչ թե մարդին իրանով որոշի, որ դե լավ ստամոքսիցս է կամ մկաններից է կամ մրսել եմ եւ այլն եւ այլն։ Ամեն մեկը թող իր գործով այսպես ասած զբաղվի, որ բոլորիս օգուտն է դա։ Մենք շատ հաճախ ցախողվում ենք, որովհետև ամեն մեկս չենք անում են ինչ որ պիտի անենք։ Հետաբար պետք է կամ էլ ձեր փոխարեն արդեն ինչ որ մեկը որոշել է որ ստամոքսն է։ Հա, որ ստամոքսն է ու դու փորձում ես հասել, բացատրել, բուժառուին հաճախ թվում է որ համոզում ես։ Բայց ինչ համոզելու խնդիր կա, երբ որ եթե անգամ դա ուղղված է հենց բուժառուի շահից, բուժառուի օգուտից ելնելով, հետաբար պետք է այդ ամեն ինչը ընդունել իգիտություն եւ ապրել այդ հորդորով։ Շնորհակալություն, պարոն Համբարձումյան։ Ես եմ շնորհակալ։